Նոր կյանքի շունչ է կռունկը բերել Աջափնյակի այս նոր թաղամասի բնակիչներին։ Նրանցից մեկն էլ Մարիան է։ Հուզված է, ախր չէր սպասում, թե իր նոր բնակավայրի բացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրելու համար նախատեսված մկրատները հենց իրեն էին վստահելու։ Այսօր արդեն ավարտուն տեսք ունեցող ու բնակիչներով համալրված կռունկ թաղամասի կառուցման նախագիծը 2020-ից էր մեկնարկել։ Կորոնավարակը, պատերազմը ու հետպատերազմական իրավիճակը գործը դժվարեցրեցին, բայց կառուցապատող Art Company ընկերությունը միևնույնն է արդարացրեց բոլոր բնակիչների սպասումները ու ճիշտ ժամանակին հանձնեց նրանց բնակարանները շահագործման։ Սա արդեն երևի 4-րդ նմանատիպ թաղամասն է, որ փորձենք էժան գնի մեջ տանք բարձր կյանքի որակ։ Այստեղ կա ամեն ինչը, որ անհրաժեշտ է երջանիկ ապրելու, անվտանգ ապրելու համար, երեխաներից մինչև տարեցներ։ Միևնույն հերթին չկան ավելորդ ճոխություններ, որոնք ավել պիտի ազդեին ինքնարժեքի վրա, ինչը մեզ հնարավորություն է տվել ստանանք նորմալ առողջ գին։ Եվ մեր կարող հպարտությամբ ասեմ, որ արդեն որերորդ նախագիծն է, որ մենք կարողանում ենք ասենք, որ մենք արել ենք իսկական մատչելի բնակարանաշինություն։ Հնարավորություն ենք ստեղծել մարդկանց, ովքեր չէին կարողանալու բնակարան ձեռք բերել, այդ ամենին հասնեն։ Շուտով իրենց երազանքի տուն կտեղափոխվեն նաև Վարդգեսն ու Մարիան, երկու դստրերի հետ։ Ամեն ինչ գրեթե պատրաստ է, անհամբեր են։ Սա էլ մեր տունն է, դեռ իհարկե չենք տեղափոխվել, բայց արդեն վերջի շտրիխերն ենք անում ոնց որ։ 2022-ին են ձեռք բերել բնակարանը, երբ ընդամենն իրենց շենքի 2 հարկներ կառուցված։ Հիմա հանգիստ շունչ են քաշում, չեն սխալվել կռունկ բնակելի թաղամասում բնակարան ձեռք բերելու որոշման հարցում։ Հեռու թաղամասերը տրանսպորտային առումով խնդիր է կամ չգիտեմ, ինչ ինֆրաստրուկտուրաները այդքան լավը չեն, կենտրոնը դե բնականաբար շատ թանկ էր լինելու։ Աջափնյակի շրջանը տրանսպորտային առումով հարմար էր, համեմատաբար կանաչ բնությունը շատ, խանութներ, սուպերմարկետներ։ Հա, հասկացանք, որ ճիշտ ներդրում կլինի էլի այստեղ հենց բնական վերցնելը, ճիշտ է մի քիչ կասկածներ կային, որտեղ շատ ծանոթներ ունենք, որոնց կառուցապատողը սնանկ էր ճանաչվել, խաբել էին եւ այլն, մի քիչ իհարկե ռիսկ արեցինք, բայց ռիսկը արդարացվեց, որտեղ ժամկետին հանձնեցին։ 14 հարկանի ժամանակակից եւ սեյսմակայուն 3 շենք, 273 բնակարան, ընդարձակ կանաչապատ բակային հատվածներ, ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, հանգստի գոտիներ, զրուցարաններ, 192 ստորգետնյա ավտոկայանը տեղի։ Կյանքի այս բարձր որակը, բարեկեցիկ պայմանները, հարմարավետությունն ու ժամանցի հնարավորություններն են տրամադրվել կռունկ բնակելի թաղամասի բոլոր ընտանիքներին։ Շինարարության կեսից արդեն այս թաղամասի բոլոր բնակարանները վաճառված էին։ Մենք շարունակաբար խրախուսելու ենք, աջակցելու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ այսուհետ եւս բոլոր կառուցապատողները իրենց շինարարական եւ կառուցապատման ծրագրերը իրականացնեն թաղամասային տրամաբանությամբ, որտեղ դա հնարավորություն կտա մեր բնակիչներին, մեր քաղաքացիներին ունենալ ոչ մենակ շենք եւ բնակարան, այլ ունենալ այնպիսի գեղեցիկ միջավայր, բակային տարածքներ, խաղահրապարակներ, ինչին մենք բոլորս այստեղ տեսնում ենք, ինչը շատ ուրախալի է ու գոհացնող է։ Եթե տեսնում եք կառուցապատումը Հայաստանի Հանրապետությունում աշխարհագրություն է փոխել եւ եթե տարիներ առաջ կառուցապատում էին միայն Երևանի կենտրոնը, հիմա արդեն առիթ ունենք թաղամաս բացենք նաև Երևանի այլ վարչական շրջաններում, Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, որը որ շատ կարևոր է։ Իսկ նրանց, ովքեր իրենց նվիրումով եւ մասնագիտական հմտություններով ստեղծել են այս որակյալ եւ բարեկեցիկ միջավայրը, շնորհակալագրեր են հանձնվում։ Նախագիծն իսկապես հաջողված է։ Հաջողության հիմքում ընկած է կառուցապատող ընկերության հիմնադիրների, մասնակիցների քաղաքական կամքը, այն է բնակիչներին ապահովել լավագույնս ըստ արժանվույն, հոգ տանել վերջիններից կենսապահովման պայմանների մասին։ Կռունկ բնակելի թաղամասը Art Company-ի կողմից իրականացված կարևոր քայլերից մեկն է Երևանի զարգացումը որակական նոր փուլ տեղափոխելու ճանապարհին, բայց որ ամենակարևորն է Art Company-ում վստահություն են կառուցում։ Այս պահին ընթացքի մեջ են այս ընկերության նոր շինարարական նախագծերը, որոնք շատ շուտով նույնպես կդառնան քաղաքի անբաժան մասը։
Իսկ կռունկում նոր ծառեր են տնկվում։ Դրանք հասակ կառնեն այս նոր թաղամասում ծնվող նոր ընտանիքների ու երեխաների հետ։ Կռունկ թաղամասի իրական պատմությունը դեռ նոր է սկսվում։